Հիմա այս նույն մարդիկ ինչ որ հիմնադրամով տարբեր բիզնեսների բարբերաբար 10 միլիոն դրամի ակնկալիքով նամակներ են ուղարկում, դրանց իշխանության ներկայացուցիչ կամ երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամի գրությունով եւ ստորագրությունով այդպիսի նամակը դա ոչ այլ ինչ է, քան պարտավորագիր եւ ոչ թե խնդրանք։ Դեպքեր ես գիտեմ բազմաթիվ, որ մարդիկ զանգում են, ասում են կարող ենք օրինակ պատասխան նամակով դիմել, ասել այդ 10 միլիոնը կլինի որոշակի ժամանակահատվածով, օրինակ Բաղդադենք տարվա ընթացքում 2 միլիոնով վճարենք, ասում ժողովուրդ դուք չեք գժվել, դուք այդ նամակը ուղղակի կարող եք ճղել եւ շպրտել, դուք այդ նամակը ընդհանրապես կարող եք չկարդալ, բայց մարդկանց արձագանք շատ հետաքրքիր է, ինչպես թե առաջին տիկին այդպես նամակ է գրել, մենք ոնց կարող ենք չվճարել, որովհետեւ եթե չվճարենք, մենք գիտենք ինչ կլինի։ Այն մյուսները խոսում են այդ հետևանքների մասին։ Օրինակ դեպքեր գիտենք, երբ որ պատմում են այդպես տարբեր մարդիկ, երբ որ այդ 10 միլիոնները չեն գնացել, դրան հաջորդել են որոշակի ստուգումները։ Դեպքեր գիտենք, երբ որ դրամահավաք է իրականացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ընտրություններին մասնակցելու համար, մարդկանց ակնկալիքով դիմել են, որպեսզի նվիրատվություն կատարեն, պայմանականորեն կատարել են 200-300 հազար դրամի նվիրատվություն, իհարկե դա վախից ելնելով, որովհետև ես եկեք դրամահավաք կազմակերպեմ, տեսեմ այդ նույն մարդիկ 300 հազար դրամ կվճարեն, թե չէ։ Ու նրանց որոշակի քրեական գործի շրջանակներում կանչել են հարցաքննությունների, հենց այդ նույն դրվագով նաև ասել են ինչու է 300 հազար դրամ փոխանցել։ Այ եթե 3 միլիոն լիներ, նրանց չէին կանչի, բայց 300 հազարը նրանց այդպես վիրավորված են արձագանքից, ինչպես թե քաղաքացիական պայմանագիրը ձեզ դիմել է, դուք 300 հազար եք փոխանցել։ Հիմա սրանք կոռուպցիոն դեպքեր են, իհարկե այո։ Եվ ի վերջո իշխանափոխությունից հետո դրանց բոլորի պատասխանները գտնելու ենք, բայց նորից եմ կրկնում, ցավոք սրտի ուշ է լինելու, որովհետև 7 տարի եւս գողացվել է մեր բոլորի հայ ժողովրդի կյանքից։